Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցը մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմամբ։ Քննարկումները նախընթացել են պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվել դեմարդեմ ձևաչափով։ 1.5 ժամ տևած հանդիպմանը կողմերը ողջունել են Վաշինգտոնում Միացյալ Նահանգների կայացած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Նրանք նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման եւ առաջմղման կարեւորությունը երկկողմ ձևաչափով։ Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին, առօրյայում գոհունակություն հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի կապակցությամբ։ Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը քննարկել են Թրիփի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության եւ կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ եւ համաձայնել պահպանել շփումները երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։ Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մրցանակին արժանանալու փաստը նորազդակ կհաղորդի երկու երկրների միջև խաղաղության օրակարգին, նաև կնպաստի տարածաշրջանում գործակցության եւ կայունության ապահովման ուղղությամբ հետեւողական առաջընթացին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ բարձր գնահատանքի համար, ընդգծելով խաղաղության եւ փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարեւորությունը։ Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցել Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ճանաչվել են այս մրցանակի արժանավոր՝ ի նշան երկու երկրների միջև բարիդրացիական մթնոլորտի, երկխոսության եւ տարածաշրջանային համերաշխության հաստատման նպատակով ջանքեր գործադրելու համար։ Վերջին մոտ 40 տարիների ընթացքում երբեք չէինք տեսնի խաղաղություն Հայաստան-Ադրբեջան բառերը միասին, եւ եթե նույնիսկ այս բառերը միասին օգտագործվեին, դա կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու այն ինչ տեղի է ունեցել 2025 թվականին եւ տեղի է ունենում հիմա անհավանական է։ Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակված է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ եւ արժանանալ այս պատվին։ Սա նաեւ միջազգային հանրության աջակցության դրսեւորում է, որովհետեւ որոշումը կայացվել է դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ։ Փաշինյանն ընդգծել է, չնայած մրցանակը տրվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, բայց այն երկու ժողովուրդներինն է։ Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կան հավատ, նվիրվածություն, տեսլական եւ իմաստություն։ Կարծում եմ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա։ Հակառակ դեպքում այն երբեք չի դադարեցվի, բերելով նոր տառապանքներ երկու երկրներին եւ ժողովուրդներին։ Իսկ Իլհամ Ալիևը նկատել է, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության մեջ է ապրում արդեն 6 ամիս։ Հայ գործընկերոջս հետ առաջ ենք գնում, ասել է նա, նշելով, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է օրինակ եւ ճանապարհային քարտեզ ծառայի մյուս պատերազմող երկրների համար։ Ելույթների ավարտից հետո Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին հանձնվեցին Զայեդ մարդկային եղբայրության մրցանակները։
Լուսինե Գրիգորյան, Free News Ազատ լուրեր։